Արամյաց բժշկական կենտրոնում համալրվել է ասեղնաբուժության մասնագիտությունը։ Այստեղ մենք կարողանում ենք ախտորոշել եւ բուժել ոչ միայն կլասիկ բժշկության մեթոդներով, այլ նաեւ արևելյան դիագնոստիկայով։ Ասեղնաբուժությունը արևելյան ավանդական բժշկության մեջ բուժման մի մեթոդ է, որը ակտիվացնում է բիոլոգիական ակտիվ կետերի գործունեությունը, ինչն էլ նպաստում է սանոգենետիկ մեխանիզմների ակտիվացմանը։ Սանոգենեզը դա ինքնավերականգնման պրոցեսներն են, այսինքն մենք խթանում ենք ինքնավերականգնման պրոցեսները։ Ասեղնաբուժության ցուցումները, հենաշարժ համակարգի խնդիրներ, հոդային տարբեր պաթոլոգիաներ, նևրալգիաներ, միալգիաներ, դաշնանային ցիկլի խանգարումներ, գլխացավեր, հետքովիդային շրջան, հետքովիդային վիճակ, համի, հոտի զգացողության խանգարումներ, աղիների դիսֆունկցիա եւ մի շարք այլ խնդիրների դեպքում կարող ենք ասեղնաբուժությունը դիտարկել որպես բուժման մեթոդ։ Ասեղնաբուժության մեջ ունենք մեկ բացարձակ հակացություն, դա չարվակ նորագոյացություններն են։ Մնացածը արդեն վիճարկելի են, կախված է հիվանդության բնույթից, ծանրության աստիճանից եւ բժշկի մոտեցումից։ Ասեղնաբուժության հակացություններից մեկը նաեւ մանկական հասակն է, մինչեւ 12 տարեկան ցանկալի չէ, բայց ունենք այլ ընտրանքային մեթոդներ, դրանք ցուբոթերապիան են, սերմերով բուժումը, մագնիտոթերապիան, բանկաները։ Ասեղնաբուժությունը ցանկալի է կիրառել հիվանդության դեռ սկզբնական շրջանում, ինչքան շուտ է ախտորոշվում խնդիրը, այդքան հեշտ է բուժվում։ Մենք ընդլայնում ենք մեր ծառայությունները, որպեսզի մեր պացիենտները ստանան լիարժեք եւ էֆեկտիվ բուժում։